Եվրոպական դատարանը դեռ սպասում է Հայաստանի կառավարության հաստատմանը, որ վերջերս ադրբեջանական դատարանում 8 ծանր հոդվածներով 16 տարվա ազատազրկման դատապարտված հայ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի։ Այս փաստաթուղթը կօգներ, որ Ստրասբուրգի միջազգային դատարանը փորձեր աջակցել ադրբեջանական բանտում պահվող տղամարդուն։ Կարեն Ավանեսյանի փաստաբաններն ավելի քան 2 շաբաթ առաջ են դիմել Ավան հոգեկան առողջության կենտրոն։ Ուղարկել են հարցում Ավանի հոգեկան առողջության կենտրոն, ստանալու տեղեկատվություն, թե արդյոք ունեն ինչ-որ տվյալներ անձի առողջական վիճակի վերաբերյալ, բայց դեռևս պատասխան չենք ստացել։ 58-ամյա Ավանեսյանի բժշկական տվյալները Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո տեղափոխել են Հայաստան։ Փաստաբանները սակայն չեն կարողանում դա ստանալ բժշկական գաղտնիքի ֆորմալ պատճառաբանությամբ։ Եվրոպական դատարանում Ավանեսյանի շահերը ներկայացնող փաստաբան Անաստասիա Մակարյանն ասում է, որ այս տեղեկանքը խիստ անհրաժեշտ է։ Եթե անձում ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, այդ դեպքում արդեն անձին ազատազրկման դատապարտելը խնդրահարույց է։ Ավանեսյանն այն մի խումբ հայերից է, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո մնացել էր Ստեփանակերտում։ Սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահը ժամանել էր Արցախ, նույն օրը Ավանեսյանին ձերբակալել էին։ Ըստ Բաքվի, արցախցի տղամարդը Կալաշնիկով ինքնաձիգով, լիցքավորված պայստատուփերով ու 5 նռնակներով փորձել էր մոտենալ միջոցառման վայրին, բայց ոստիկանները հասցրել էին կանխել։ Ադրբեջանական իրավապահները նաև պնդում են, Կարենը դիմադրել էր կրակ բացել, նռնակներ նետել։ Բաքուն Ավանեսյանի վերաբերյալ տեսանյութ է տարածել ու դա որակել ահաբեկչության նախապատրաստություն, բայց այդտեղ Կարենը ոչ թե քայլում է դեպի այնտեղ, որտեղ Ալիևն է, այլ հակառակ ուղղությամբ։ Առաջին տարբերակը կամ հերթական անգամ ոչ պրոֆեսիոնալ են, երկրորդ տարբերակը եւ կամ իրենց ընդհանրապես չի հետաքրքրում ու չի անհանգստացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հատկապես արցախյան ծագմամբ հայերի ճակատագիրը, նրանց իրավունքների պաշտպանությունը եւ այլն։ Արցախ միության ղեկավար Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը լիազորված է ադրբեջանական բանտարկության մեջ գտնվող տղամարդու անունից հանդես գալ Եվրադատարանում։ Թվարկած պատճառներին նաև հավելում է եւս մեկը. Բաքվի հետ խաղաղության գնացող Հայաստանի համար արցախցիների իրավունքներն առաջնային չեն։ Կարևոր հանգամանք է, բայց դա պատճառն է նաև, թե ինչու նրանք բոլոր դեպքերում, այդ թվում Կարեն Ավանեսյանի պարագայում աչք են փակում արցախցիների իրավունքների խախտումների վրա Ադրբեջանի կողմից, շարունակական խախտումների վրա, այդ թվում մշակութային ժառանգության ոչնչացում, այդ թվում մեր սեփականության ոչնչացում, բազմաթիվ այլ խախտումներ, որոնք կատարվում են նաև միջազգային դատարանների ակտերը խախտելով, որոնք ընդունվել են Հայաստանի դիմումի հիման վրա։ Սա հանցավոր անգործություն է, ընդգծում է Բեգլարյանն ու որպես ելք մտածում այդքան կարևոր փաստաթուղթ ստանալ հենց Ստրասբուրգի դատարանի միջոցով։ Ես վստահ եմ, որ մենք կարողանալու ենք ներպետական դատական ակտերով կամ վերջին տարբերակ Եվրոպական դատարանի կողմից պարտավորեցնել Հայաստանի կառավարությանը եւ վերցնել այդ տվյալները, բայց Աստված գիտի, թե դա երբ կլինի եւ այս անգործությունը հանցավոր ինչի կհանգեցնի։ Միգուցե նույնիսկ սրա պատճառով Կարեն Ավանեսյանը օրինակ սպանվի բանտում։ Կարեն Ավանեսյանի հարցով Ազատությունը հարցում էր ուղարկել առողջապահության նախարարություն։ Պատասխանում պետական կառույցը նշում է, որ այդ տեղեկանքը չի կարող տրամադրվել փաստաբաններին։ Ինչ վերաբերում է Եվրադատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցչին, ապա նրա գրասենյակից Ազատությանը փոխանցել են, որ Հայաստանի կառավարությունը դեռևս պաշտոնապես ծանուցված չէ գործի մասին եւ կարող է ներգրավվել, երբ Ադրբեջանը կոմունիկացվի Եվրադատարանի կողմից, այսինքն երբ տեղեկացվի գանգատի մասին։ Մինչ այս հոգեկան խնդիրներ ունեցող տղամարդը շարունակում է մնալ ադրբեջանական բանտում, ինչը կարող է նրան կյանք արժենալ, մտահոգվում է Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների նախկին պաշտպանը։